Դու սիրում ես ինձ, Պետրոս, Հովնանի որդի, դու սիրում ես ինձ, այո Տեր, գիտես որ սիրում եմ քեզ, Պետրոս, դու սիրում ես ինձ, մենք էլ ամեն օր ասում ենք Տեր, սիրում ենք քեզ, կամքդ թող լինի, Տերը թերևս դռանդ մոտ է ու լուր թակում է, սրտի դռներն է թակում ու հարցնում, դուստրես, զավակս, սիրում ես դու ինձ, կտաս ինձ սրտիդ մեջ տեղն առաջին, կուրանաս դիրքդ, կթողնես կյանքը շքեղ փայլփլուն, պատրաստ ես ասա ամեն բացվող օր խաչդ վերցնել ու խոնար սրտով միայն ինձ նայել ու ինձ հետևել, պատրաստ ես ասա երբ որ քեզ ասեմ տուր անգամ վերջին գրոշը մոտիդ, կզոհես ասա, որ միշտ ասում ես սիրում եմ Տեր իմ, ասա պատրաստ ես խոսքիս հետևել, երբ քեզ ապտակեն կամ երես թեքեն, երբ քեզ ծուռ նայեն ու չարախոսեն, ասա զավակս, պատրաստ ես մնալ դու հավատարիմ, կսիրես էլ ինձ, կմնաս կայուն քո ընտրության մեջ, թե ինձ ես ընտրել ու սրբությունը, անգամ այդ հարցը մեղմ է ու անուշ, առանց խայթոցի, անգամ այդ պահին Տեր դու միշտ փափուկ ես, կարծես թե մի պահ սիրտս քարացավ, ինձ ցավ կար, ափսոսանք նաև, որ մենք կարող է ինչ-որ պահի մեջ թողնենք, մոռանանք և խոսք և խոստում, ուրանանք ինչպես Պետրոսն ուրացավ, նա որ տեսել ու քայլել էր Հիսուսի կողքով, ու ես ակամա ինձ էլ հարց տվի, արդյոք սիրում եմ, արդյոք սիրել եմ, թե սրանք լոկ խոսք են, ոտքեր սակամա ծալվեցին ու կրկին խոսեց սիրտս վախվորած, խնդրեց Տիրոջից ներումը կրկին ու խնդրեց մարմին խոսքերին այդ մերկ, ու ահա հիմա այս նոր օրվա մեջ ես հագանորից խոսքերը Տիրոջ, ու ասում եմ իլուր բոլորի, ես սիրում եմ քեզ Տեր իմ, ու աղոթում եմ որ քեզ չթողնեմ, որ քեզ ցավ չտամ, որ քեզ չուրանամ, քանզի այս կյանքի ամեն մի օրը ապացուցում է, որ ճշմարիտ ու սուրբ միայն դու ես, Տեր։